Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, սիրելի հայրենակիցներ ջան։ Եկեք ֆիքսենք եւ արձանագրենք մեկ բան. ուժեղ Հայաստանի առաջին համարը, ինչքան էլ ուզում են իրանց ճղեն, ասեն Սամվել Կարապետյանն է իրանց առաջի համարը, Նարեկ Կարապետյանը նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Ու այսքանից հետո, սիրելի հայրենակիցներ ջան, ես չեմ հասկանում սահմանադրական որևէ օրենքով իրանց կուսակցությունը իրավունք չունի նույնիսկ ընտրություններին մասնակցի, ուր մնաց իրանք ընտրվեն, իրանք որևէ կերպ ժողովուրդ ջան չեն կարողանալու իշխանություն կամ ընդդիմություն դառնան։ Ես ձեզ հավաստիացնում եմ, գալու ա մի ժամանակ, որ իրանք ցրվելու են, գնան պարտությունից հետո հունիսի 8-ին, իրանց մասին դուք էլ ինֆորմացիա չեք լսել, որովհետև թռնելու են։ Որտեվ պարզ գիտեն մի բան, պարտությունից հետո իրանք որևէ կերպ չեն կարողանալու ստեղ գործունեություն ծավալել։ Հաղթանակի դեպքում է Աստված մի արածցե, իրանք ձայները ամբողջությամբ նվիրելու են Ռոբերտ Քոչարյանին ու բերեն իշխանության։ Ամբողջ ընդդիմությունը պայքարում է մեկ բանի համար, որպեսզի իշխանության բերի Ռոբերտ Քոչարյան։ Էնպես որ սիրելի հայրենակիցներ ջան, հունիսի 7-ին 2026-ին քվեարկում ենք միայն ու միայն համար 16-ին եւ որևէ կերպ մի հավատացեք ոչ Նարեկ Կարապետյանին, ոչ Սամվել Կարապետյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին ու ոչ է մնացյալներին, որովհետեւ ժողովուրդ ջան ոնց հասկանում ենք ու բոլորդ էլ պարզ տեսնում եք, իրանք հավեսով ուղակի ժողովրդին կուտ են տալի։ Աստված պահապան լինի բոլորիս։